Օրերս Նինոցմինդայի քաղաքապետարանի մշակույթի ու սպորտի ծառայության գենդերային հավասարության ու туриզմի բաժնում տեղ ունեցավ արդենավանդույթ դարձած «Իմ հայրենիքը» խորագրով մրցույթի պարգևատրման արարողությունը։ Մրցույթը, որը նկարչության ձևաչափով էր, անցկացվում էր 2 փուլով։ Այս տարի ժյուրիի կողմից ընտրվեց 24 աշակերտ մունիցիպալիտետի տարբեր գյուղերի допросներից։ Сегодня в мэрии Ниносминского муниципалитета состоялась встреча участников нашего традиционного художественного конкурса с мэром нашего муниципалитета Ани Мусоян. У нас был традиционный конкурс, который проводится раз в 2 года среди учеников старшеклассников всех школ нашего муниципалитета. О нашем конкурсе мы известили еще 2 месяца назад все муниципальные школы. Откликнулись не все. Первый тур проходил в школах. Выбрали сами представители школ лучших любителей рисования. Потом, значит, независимое жюри из всех этих участников выбрало наилучших. И второй тур состоялся у нас совсем недавно в здании нашего муниципалитета, и ребята должны были нарисовать натюрморт. Из всех участников 24 работы были признаны наилучшими. Сегодня мы их пригласили, наградили их грамотами как победителей конкурса, небольшими сувенирами. Потом состоялся очень интересный разговор с мэром нашего муниципалитета. Ребята поделились своими планами. И каждый год вот наши традиционные вот такие конкурсы, 1 год у нас эссе, 2 год художественный конкурс, наши участники принимают участие в поездке по историческим и культурным достопримечательностям нашей страны. Мы уже побывали в интересных местах в Мцхета, ездили в Анануре, бывали в Кутаиси, в Гелате, познакомились со всеми достопримечательными архитектурными, культурными, историческими. Побывали на родине многих известных грузинских писателей и поэтов. И в этом году тоже мы надеемся, что организуем очень интересную, замечательную экскурсию. И ребята довольны. Мне кажется, что итоги конкурса их тоже всех порадовали. И их порадовали, и нас порадовали, что у нас в муниципалитете так много хороших, одаренных ребят. Մասնակիցների հետ կազմակերպվել էր հանդիպում քաղաքապետի հետ։ Տիկին Մոսոյանը տեղում ծանոթացավ աշակերտների կատարած աշխատանքին, խոսեց նրանց առաջադիմությունների մասին, հետաքրքրվեց նաև նրանց ունեցած նախասիրությունների ու հետագայում նախընտրելի մասնագիտությունների մասին։ Ուրեմն ցուցահանդեսը անցկացվում է շատ հետաքրքիր, այս տարբերակը նաև շատ նախընտրելի է, որովհետև այստեղ բացահայտվում են իրական նրանք, ովքեր զբաղվում են գեղանկարչությամբ։ Ինձ համար շատ հարազատ եւ հաճելի միջավայր է։ Ես սիրում եմ, նախընտրում եմ այսպիսի միջոցառումներ եւ ինքս էլ 2 դպրոցից ներկայացուցիչներ ունեմ։ Ինձ համար էլ է շատ լավ, թե իմ նոր երեխեքը այսպիսի միջավայրում ինչպես կարող են իրենց դրսևորել։ Սա եւս ուսուցչի համար նոր հնարավորություն է տալիս, որից ավելի մոտիկից ճանաչել իր սեփական երեխեքին, կրթել նրանց ավելի մոտիվացնել, որ կարողանան այս նեղ միջավայրում ավելի ճիշտ դրսևորեն իրենց։ Երեխաների համար նմանատիպ միջոցառումներն առիթ են իրենց տաղանդը ցուցադրելու, համեմատելու, ինչու՞ չէ նաև ուժերը չափելու համար։ Նրանցից կային այնպիսիք, ովքեր առիթ էին ունեցել մասնակցելու, բայց մրցանակային սանդղակը չէին գերազանցել։ Այս անգամ միգուցե արդեն փորձ էին ձեռք բերել ու դարձան մրցանակակիրներ։ Նկարել եմ իմ հայրենիքի սրբավայրերը, այդ փուլը ես անցել եմ, շատ հետաքրքիր էր, ես շատ ուրախ եմ, իմ կյանքով եմ այդ ամենը արել, իսկ երկրորդ փուլը արդեն ես ինձ ցույց տվեցի նատյուրմորտի գծով, նատյուրմորտը ինձ մոտ էլ շատ լավ ստացվեց, ես այդ փուլը անցա եւ ճանաչվեցի հաղթողներից մեկը։ Փուլեր անցնելու համար մեզ սպասում է էքսկուրսիա Վրաստանի տեսարժան վայրեր։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մերիային, ով կազմակերպել այս միջոցառումը եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ իմ ուսուցչուհուն, ով միշտ իմ կողքին է եղել եւ միշտ ինձ օգնել է։
Աննա Իսրյան, Աննարիտ Բազարյան, Ինչպես նշեց ծնողներից մեկը, սա մեծ հնարավորություն է իրենց երեխաներին ծանոթացնելու արվեստին, նրա բարդություններին ու ինչու՞ չէ նաև առիթ ունենալ վայելել Վրաստանի տեսարժան վայրերից մեկը ևս ու իր շնորհակալությունը հայտնեց դպրոցին ուսուցչին ու քաղաքապետարանին, թող շատ լինեն նման միջոցառումները մեր երկրում ու մեր երեխաները կարողանան հնարավորինս ներկայանալ իրենց տաղանդով։